Դատարանը կասեցրել է կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամները երեկվանից կոչ են անում վարորդներին կարմիր գծերի համար սահմանված գումարը, որը քաղաքային իշխանությունների թեթև ձեռքով դարձել է տարեկան 160,000 դրամ, չվճարել, քանի որ 2025 թվականի համար Երևանի ավագանու կողմից սահմանված կարմիր գծերի թանկացմանը վերաբերող դրույթները դատարանի կողմից անվավեր են ճանաչվել։ Տեղեկացնում են, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում եւ գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ, գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Մեդիահաբը հետաքրքրվեց Կոստանյանից, կարող ենք եզրակացնել, որ Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում կատարել դատարանի վճիռը։ Դատարանի որոշման մեջ կա նաեւ մի շատ կարևոր դրույթ, որի մասին հրապարակային չի ասվում։ Այն է, որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո եւ մինչեւ օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով։ Հետևաբար, քանի դեռ այդ ժամկետը չի լրացել, մարդկանց ասել ժողովուրդ ջան մի վճարեք, դա ակնհայտ մարդկանց մոլորեցնելու քաղաքականություն է հետապնդում։ Սահմանված ժամկետում բողոքարկվելու է, քանի որ մենք ունենք մեր դիրքորոշումը, ասաց նա։